Սիվիլնիցն այցելել է ապարանի 17 կոտորակ 27 ընտրատեղամաս, նախորդ ընտրություններին ապարան համայնքում մասնակցությունը կազմել էր 58%, իսկ մասնակիցների 61%-ը ձայնը տվել էր քաղաքացիական պայմանագրին, փորձենք հասկանալ, թե ինչպիսին է հոսքը այս անգամ եւ ինչ տրամադրություններ ունեն մարդիկ։ Նախորդ ընտրություններին եւս մասնակցել եք 2021-ին։ Այո, մասնակցել եմ։ Իսկ այս անգամ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Պետքա որ լավ լինի, ինչ ասեմ։ Որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա կա, ոչ մի բան չեմ կարծում, որ կփոխվի, բայց գոնե սենց մնա ավելի չվատարանա երկրի վիճակը։ Իսկ խաղաղություն լինի ամենակարևորը։ Ակնկալիքները մեծ են։ Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ճիշտն ասած։ Ամեն ինչից հիասթափված եմ։ Ոչ մի լավ բան։ Իսկ ընտրություն կատարելուց առաջ ինչն եք առաջնահերթ հաշվի առել։ Ամեն ինչ խաղաղություն ամենաառաջի հերթին։ Մնացածը կլինի դրանից հետո կյանքում։ Խաղաղություն։ Հաշվեմ առել, որ պարծանենք այս երկիրը քիչ գախելք հերիք է։ Ուզում եմ, որ անվտանգ Հայաստան լինի։ Ոնտրում եմ անվտանգությունը։ Իսկ նախընտրական ծրագրեր ուսումնասիրել եք։ Չէ, ճիշտն ասած, չէ։ Բայց էլի որոշ Հերոստատուրաններ նայում ենք, էլի հերոստատություններ չի։ ինֆորմացիա ունենք, էլի, ոչինչ։ Ոչինչ, ազես։ Չէ, մեր ընտրած տեխնացուն մենք վաղուց արդեն ունենք ու կարծում եմ այլ պետք չէր ավելին խորանալ։ 2021-ի ազգային ժողովի ընտրությունների համեմատ այս անգամ ոնց եք գնահատում հոսքը ավելի ակտիվ են թե չէ։ Ակտիվ են, միանշանակ ակտիվ են, ոնց որ մոտենում է, հələ չկա, բայց մոտենում է համայնքային ընտրության ցուցանիշներին ակտիվությունը։ Իսկ ընդհանուր ոնց է ընթանում, ինչ որ խնդիրներ, խախտումներ եղել են, չեն եղել, ոնց է վիճակը ընդհանուր եղել այսօր։ Սովորաբար մեր մոտ տենց ուրիշ խախտումներ, բան տես չի լինում, որովհետև բոլորը ճանաչում են իրար ու շատ հետաքրքիր անցնում է էլի։